Կարնիկ Դանիելյան։ Ես ուշադիր լսեցի ձեր ելույթի ընթացքում դուք ասեցիք, որ Transparency International-ի զեկույցի մասին, եւ ես ուզում եմ լսել ձեր կարծիքը, թե ինչ գործնական քայլեր եք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի, ավելի մեր հայրենակիցներին հասանելի առանց մասնագիտական տերմինոլոգիայի, ոնց եք պատկերացնում, եթե երկրում չկան հակակշռման եւ փոխզսպման մեխանիզմներ, ոնց կարող է մի երկրում այդքան արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքար լինի, եթե չկան բավարար հակակշռման եւ փոխզսպման մեխանիզմներ, այդ մեկ։ Հանրային ներգրավվածությունից խոսեցիք, ես կուզեմ դուք հստակ ասեք, օրինակ գիտենք, որ վստահելիության հետ կապված խնդիր կա, ոնց եք պատկերացնում այդ խնդրի լուծումը եւ վերջում բարեվարկության հետ կապված գաղտնիք չէ, որ այդ բարեվարկության հիմնական շահառուն, այդ խնդրի հիմնական շահառուն իշխող ուժն է եւ այդ ուղղությամբ դուք օրինակ ոնց եք պատկերացնում պայքարը, դուք բավարար կամք եւ վճռականություն ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետին, օրինակ գործ հարուցեք բարեվարկության հետ կապված կամ այլ պաշտոնյաներին, միշտ խնդիրը դրա մեջ է եղել, էլի, ասենք ոչ միայն այս իշխանության օրոք, տարբեր իշխանությունների օրոք այդ խնդիրը եղել է եւ ես կցանկանամ ավելի անկեղծ եւ ազնիվ բացատրեք եւ ձեր տեսակետները հստակ արտահայտեք այս ուղղությամբ, որովհետեւ խնդիրը ավելի գլոբալ է, համապարփակ է եւ քանի որ ժամանակը ավարտվեց, արձագանքին կշարունակեմ, շնորհակալ